Միշտ չի հաղթում, ունդեղ պետք է մի կողմ դառնաս, որ ասենք այդ ժամանակին ղեկավարումը, թե ինչ եղնում, այսօրվա պատմությունը ես շատ լավ գիտեմ, 24 տարվա պատմությունը, ու այդ պատմությունը չի համապատասխանում այսօրվա պատմության հետ մենք կարդում ենք։ Ես իմի դարաչինը, երկրորդը զինվոր ենք ասում, դիվանագետ։ Դուք պատկերացրեք, սենց մենք շրջապատման մեջ ենք վերցրել թուրքերին։ Ու այդ շրջապատման մեջ ես գալիս եմ ու ասում եմ թուրքերին ազատեք։ Մեր զինվորները մեկը այսօր պաշտպանության նախարարն է Ղարաբաղի, Լևոն Նացականյանը, մոտենում է, ինչ եք անում, ինչ իրավունք ունեք, շրջապատման մեջ եք ու թուրքերին պետք է ազատենք։ Այդ Սարեշյանի մասին է։ Կարող է պատահի ես զինվոր ու այդ թուրքերին ասեմ ազատել։ Չէ, դրանից առաջ գնում է մեծ դիվանագիտական աշխատանք, որտեղ որ մասնակցում է առաջի տեղակալը Մուտալիբովը, Գասանովը, որտեղ որ զինվորական հրամանատարը Ռուսաստանի Ժինկինը, իրար հետ ընդեղ մի երկու ժամ իրանք վիճվում են ու հասկացնում են, որ ինչա ռուսները ունեն պարտավորություն, որ թուրքերը դժվար պահերն են, իրանք պետք է օգնեն։ Միշտ իրանք օգնել են։ Հիմի տեսեք, մի երկու քայլ առաջան են տողը, գյուղը տողը։ Այդ տողում ռուսները, ներողություն, ռուսները չեն, սովետական բանակներ, 200 զինվոր են դպրոցում, Ղարաբաղցիք շատ գիտեն։ Բերել էին ամեն շրջաններից 25-ի օմոններ, ու 25-ի իրանք զինված ունեն ընդեղ գյուղացի։ Մեր տարածքում, տողը երկու մաս է բաժանված, մեր տարածքում, հիմի այդ մարդը սաղը, էդիկ անունը միլիսաներ, ուներ մի հատ պիստոլետ, մակարով ու 8 պատրոն։ Հասկանում եք, չէ՞, այդ ինքը պաշտպանում էր մեր հայ տարածքը ու թուրքերին ով էր պատրաստում։ Ու լավ գիտեք, որ թուրքերը ամենտեղ սենց իրանք զգում էին, որ այս մի քանի ամսից հետո Ղարաբաղում հայ բնակչի չեղնի։ Ու այդ տողի դուք ինձ կներեք, որ ինչա, դուք շատ լավ գիտեք, որ մտան ընդեղ Դանելյաններ կան, իրանց սպանեցին, ու ստիպեցին, իրար հետ աշխատել ենք, ստիպեցին, որ ինչա 3 օրվա մեջ ազատել, ու այդ ժամանակ իմ մոտ գալիս են Արտուր Մկրտիչյանը, Լևոն Շախնազարյանը, Ժաննա Գալստյանը, Վալերը Բալայանը, ու ասկոլկեն ու այդ տղեկը ու ստիպում են ինչա ես, ոնց որ զինվորական բան, մի շաբաթվա մեջ գյուղը ազատեմ։ Ես ասում եմ, չեմ կարող ազատեմ, իրանք ինձ լսում են, տալիս են ժամանակ, մենք իրար հետ աշխատում ենք ու այդ գյուղը ազատվում է։ Հիմի ես էլի նորից այդ տարածքի մասին, որտեղ մենք թշնամուն վերցրել ենք օղակի մեջ, ու ես ասում եմ, այդ թուրքերին պետք է թողենք։ Դուք պատկերացնում եք մեր զինվորները ինչ վիճակի մեջ են։ Ինչ վիճակի մեջ են, ոչ մի պատրոն մենք չունենք, ոչ մի բան, սաղ կրակել ենք, ոչ մի բան, ու մի ցինկ պատրոն են բերել, որ Լևոնը խնդրել, գեներալին ասել էր Արկադիևանիշին այդ պատրոնները տվեք, որ ընդեղ մի քանի պատրոն տա։ Այդ առաջինը, երկրորդը, ես իմանում եմ, որ ռուսները ուժը Ֆիզուլի զորք են քաշել, որ ինչա մտնեն այդ տեղը պլազդարն են, իրանք մեզնից առաջ էին ուզում, ընդեղ զորք մծնեն, որ գատրուտը ու տողը իրանց պլազդարն էր, որտեղ իրանք պետք է զորք բերեն։ Ու այդ ամեն ինչ ես ոնց որ զինվորական ես
Вперед, назад, стреляй, бан. Это дивергентությունը, էներ ուրիշա, ինձ Լևոնը հարկացրեց, մենք չենք կարա այդ ադրբեջանցի չթողեն, հենց մենք իմի մեր ուժամ կրիվ կանենք, իրական պայման զոր կնծնեն, ինչ եմ ուզում ասեմ, կրիվը ու դիվագենությունը դիրա այդ կողքում է, ու դու այդ ժամանակ ապրում ես ու հասկանում ես ինչ է կատարվում, հետո տենում ես ինչի մասին են գրում, ոնց են գրում, ինչ են գրում, ասենք ինչա դուք լավ հասկանաք, տողի մասին ինձ վերեցին մի հատ կինո ցուցվեցին, որտեղ որ իմ մարտական ընկերը ղեկավարում է տողի ազատումը ու այդ շատ լավ է ինքը ղեկավարում ու իր կինն է գալիս ու տղեն է գալիս ու ինձ ցույց են տալիս ու Ղարաբաղից գալիս են ցույց են տալիս դոկումենտալի եւ տողի ազատումը ասում են ոնց ասի շատ լավ է դե ինչ կնոջ ու երեխին հասկացնես որ այդտեղ չի բայց 11 հրամանատար եղել ու Արտուրը իմի որ մեր պաշտպանական տեղակալ էր իմի Ղարաբաղում Ագարբեկյան Արտուրը գալիս ասում արկարգել, ես ինչ է կատարվում, ինչի է սենց բերեք ռեալ ցույց տակ, ասի բերեք ռեալ ցույց տակ, ռեալ ցույց տվեցինք, ոնց է եղել, ինչ է եղել, ու այդ ռեալի մեջի մասին ամենագլխավոր դերը ոնց է եղել Լևոնն էր, Լևոնը ոչ թե ինքը գրում էր, ինքը հանդել էր, այդ լենտերը ոնց որ թե կորա, չէ? Չկա, ինքը հանում էր, ինքը գրում էր, ինքը լետապիսից, ռուսերեն ասում, հայրեն չեմ ասում, լետապիսից, լետապիսից ու այդ լետապիսից իրա մեջ կա, ես էլ եմ այդ բանալը գրում եմ, ու այդ գրածներս մենք ոնց որ թե ռեալ ժամանակում չենք տենում ու չենք գնատում այդ մարդկանց ոնց որ ասենք Ղարաբաղում առաջի անգամ ես հանդիպում եմ իրանց ու իրանք ասում են բերեք հրաման գրենք, ինչ հրաման գրենք, հրամանը գրում ենք որ մեր զինվորը, ընդեղ անգաջ ենք կտրում չենք, մեր զինվորը իրավունք չունի խաղաղ պայմաններում կրվի ժամանակում անգաջ կտրի պլեններ գերենների հետ բանը, իրանք այդ առաջի հրամանը Ղարաբաղ գրվածը, իրանց շնորհիվ է գրած։ Ինչա ես պետք է մտածեմ, ինչա թուրքերին, ինչա, բան, իրանք ստիպեցին այդ առաջի միասին, ընդեղ իմի Լևոնը մի բաներ օրիչա ինքը կոլեկտիվի հետ աշխատում էր ու կոլեկտիվի մեջի գեներատորն էր, սենց գեներատոր, ու ինքը ասել, Аркадий, ты слушай, так должен быть, так должен быть, ես ասում եմ, ոց, ես թուրքերի տողებ չի ասում, ուրիշ վարյալ չունենք, ու սենց, շնորհակալ եմ, ուրիշա, դուք այսօր իմ մարտական հնգերոջ էր, որի հետ մենք առաջվա օրից ես Ղարաբաղ միջև վերջենդեղ այդ ժամանակը իրար հետ եմ եղել ու առաջվա օրից ամտություն միջև մայ մենք իրար հետ հնգերություն ենք արել ու մենք իրար ոնց որ թե հուսուսի ենք տվել, ու իրար պատերկա ենք եղել ու այդ պատերկան եղել է գիտեք ինչ, սաղս դրա մասին չենք, սաղս էլ դժվար վիճակի մեջ ենք ապրել, այդ դժվար ժամանակների մեջ մենք իրար մեզ պատերկա ենք արել, շնորհակալ եմ ձեզ։ Ես ուզում եմ պարոն Թևան Պողոսյանին հրավիրել։ Այդպես է ստացվում, մենք հիմա շատ լավ ընկերներ ենք, բայց նաև մեր ծնողներն էին, շատ լավ ընկերներ, միասին աշխատում էին Արցախի արտգործնախարարությունում, պարոն Պողոսյան, համեցեք։ Շնորհակալություն ջան։ Իսկապես երևի ամենաազանավուն երևույթն այն է, որ ունի մարդկի զավակը, որը շարունակում է իր գործը, ինքնատեսակ
Նազարյանների տոպի ամենագաղափարներից մեկը նաև եղել է հզոր պատմության մեջ դիվանագիտական միտքը։ Եթե նայենք քիչ չեն